Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած շփազրույցում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 հաղթանակների ցանկը, որում հիշատակված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Նրանք անդրադարձել են խաղաղության գործընթացին ու երկկողմ գործակցության ընթացիկ քայլերին։ Ազգային ժողովի հերթական քառորյա նիստին հաջորդել է օրենսդիր գործադիր մարմինների այս տարվա առաջին հարցոպատասխանը։ Պատգամավորները կառավարության անդամներին ուղղել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը առնչվող տարաբնույթ հարցեր։ Ռուսական, այսպես ասած, տարբեր դրամաչափի խոսափողների հայտարարություններն ու սպառնալիքները ուղղված են Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանության դեմ։ Ինչ քայլեր է Հայաստանը ձեռնարկել լրացնելու այսպես կոչված հայտնի ռուս փորձագետներին, ԿՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը։ 306 միլիարդ դրամից ավելի եկամուտներ, 350 միլիարդ դրամի ծախսեր։ 2025 թվականի Հայաստանի բյուջեի կատարողականում նշանակալից դրական իրադարձություններ են տեղի ունեցել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ամփոփել է նախորդ տարին։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները վաղը կայցելեն Մոսկվա, որտեղ նախագահ Պուտինի հետ կքննարկեն ուկրաինական խաղաղության ծրագիրը։ Օրվա միջազգային անցուդարձը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Կրկին հիշեցնելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, թե նա չի հավատացել, որ իրեն հաջողվել է դա անել։ Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր միջնորդությամբ Օվալաձև աշխատասենյակում կազմակերպված հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարողացել են լարված հարաբերությունները փոխել կառուցողական երկխոսության։ Հանդիպման ավարտին արդեն շփվելով բարեկամական մթնոլորտում։ Իդեպ Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 365 հաղթանակների ցանկը նրա կառավարման 365 օրերի ընթացքում։ Հաղթանակների շարքում 143-րդ համարի ներքո հիշատակված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։ Նշենք, որ Թրամփը արդեն Դավոսում է, որտեղ խոսելով իր հաղթանակների ու հաջողությունների մասին կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ու կրկին սխալ արտաբերել Ադրբեջան անունը, նա ասել է Աբերբաջան։ Ի տարբերություն Ադրբեջանի այս անգամ Միացյալ Նահանգների նախագահին հաջողվել է ճիշտ արտասանել Հայաստան բառը։ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Նրանք անդրադարձել են խաղաղության գործընթացին ու երկկողմ գործակցության ընթացիկ քայլերին։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է հստակ պայմանավորվածությունների կատարման եւ փոխադարձ արգանքի կարեւորությունը, իսկ Իլհամ Ալիևը նշել է, որ այսօր ստեղծված հնարավորությունները տարածաշրջանում նախորդ 30 տարիների հակամարտությունից հետո աննախադեպ են։ Եթե փորձենք հետ նայել եւ փորձենք պարզել ինչու եղավ, ինչպես եղավ, այսօր դա մեզ պարզապես կզրկի այն հնարավորությունից, որն ունենք։ Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկմանը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ապագան կախված է մեզնից, եսի նկատի ունեմ մեր երկու երկրների հատկապես ղեկավարներից, իսկ արդեն մեր երկու երկրի ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը եւ ամենակարևորը, ինչպես նաեւ նշեց պարոն Ալիևը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն կամք, որ իսկապես հանուն խաղաղություն կարող են արվել քայլեր, որոնք կհաստատեն այդ խաղաղությունը։ Եվ այն ինչ մենք չենք տեսել 30 տարուց ավելի, մենք հիմա ապրում ենք այդ իրավիճակում։ Եվ իրականում անհավատալի էր, որ 2 տարի առաջ, նույնիսկ 1 տարի առաջ կարելի էր կարճ ժամանակում հասնել այսպիսի մի իրավիճակի, երբ որ արդեն մենք Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ապրանքներ ստանալ Ադրբեջանից անմիջապես Վրաստանի տարածքով։ Ես վստահ եմ, որ կգա նաև այն օրը, երբ որ մենք այդ ապրանքները կստանանք պարզապես մեր տարածքներով։ Խաչատուրյանի խոսքով խաղաղության գործընթացի հիմքում հստակ սկզբունքներն են՝ փոխադարձ հարգանքը միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության նկատմամբ։ Նախագահը շեշտել է, որ կողմերը գիտակցաբար ընտրել են առաջ նայելու։ Մենք հստակ սկզբունքներ ենք որդեգրել, որը նշանակում որ մենք հարգում ենք մեր երկու երկրներս տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեր իրավազորությունը
Եվ առաջնորդվել ենք այդ սկզբունքներով, բացելու ենք մեր սահմանները եւ վստահ եմ նաեւ, որ X տարիներ հետո ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի նման հանդիպումներ են լինելու, այս սովորական գործընթաց է լինելու, երբ որ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարող են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ մենք ունենք երկուսս։ Եվ տեսեք, այդ համագործակցության արդյունքում մենք շատ նպաստավոր ենք դառնալու որպես տարածաշրջան, որպես Հարավային Կովկաս, նաև աշխարհի համար։ Այն քննարկումը, որ մենք հիմա անում ենք Եվրոպա-Ասիա կապը ապահովելու համար, դրա լավագույն ճանապարհը հենց Հարավային Կովկասն է։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև տնտեսական բաղադրիչը, նշելով, որ այսօր Հայաստանն արդեն հնարավորություն ունի ապրանքներ ստանալ Ադրբեջանից Վրաստանի տարածքով, իսկ ապագայում նաև Ադրբեջանից ուղիղ Հայաստան երթուղով։ Նրա գնահատմամբ տնտեսական շարժն այն գործոնն է, որը կուժեղացնի քաղաքական պայմանավորվածությունները եւ Հարավային Կովկասը կդարձնի գլոբալ հաղորդակցությունների կարևոր հանգույց։ Դավոսի նույն պանելային քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա ներկայացրել է խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերեն, խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է իրականություն դառնալ մոտ ժամանակներում։ Այնինչ 2 կամ 3 տարի առաջ անհնար էր թվում, այսօր արդեն իրականություն է։ Ալիևը հավելել է, որ խաղաղությունն այսօր արդեն իրականություն է տնտեսական գործակցության միջոցով, հիշեցնելով, որ Ադրբեջանը սկսել է Երևանին մատակարարել նավթամթերք, ինչի արդյունքում Հայաստանում դրանց գները նվազել են։ Նրա խոսքով դա խաղաղության գործնական արտահայտությունն է։ Ալիևը հավելել է, որ խաղաղությունը կարող է ունենալ նաև շոշափելի տնտեսական արդյունք։ Նա նաև նշել է, որ հայկական կողմն Ադրբեջանին է ուղարկել Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան բեռների տարանցման հնարավորության տրամադրման վերաբերյալ հարցում։ Այսպիսով մենք դե ֆակտո միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է, բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն կգա մի օր, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, եւ այդ օրը հեռու չէ։ Ավելի վաղ Բաքվի ղեկավարը հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել էր նաև Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Եվրանյուզին տված հարցազրույցում, հայտարարելով, որ Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ Մենք ապրում ենք խաղաղության պայմաններում ընդամենը 5-6 ամիս եւ դեռ սովորում ենք այս իրավիճակին։ Մեր անկախության պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել եւ սա բացում է հրաշալի հնարավորություններ։ Նա համոզված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, այդ թվում Հասարակության համատեղ ջանքերով Հարավային Կովկասում հնարավոր կլինի հաստատել ոչ թե երկարաժամկետ, այլև մշտական խաղաղություն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսական այսպես ասած տարբեր դրամաչափի խոսափողների հայտարարություններն ու սպառնալիքները ուղղված են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ։ Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը ձեռնարկել է համապատասխան քայլեր, որպեսզի ռուսական իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն կարմիր գծերը հատող, այսպես կոչված հայտնի փորձագետների նկատմամբ։ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսավորվող նորաստեղծ կուսակցությունը, որի առաջին գծում եղբորորդին Նարեկ Կարապետյանն է, ցանկություն եւ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է լինի որսորդ եւ դրսից նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պետք է հաջողած որս բերի Հայաստան։ Ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ենթադրում է, որ Նարեկ Կարապետյանը երևի նկատի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի առյուծ որսալու մեծ փորձը։ Վերջինս տարակուսանք հայտնեց նաև նշյալ նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ, ընդգծելով, որ նրանց մոտեցումները ավելի շատ ստվերային կառավարման մասին են հիշեցնում։ Նորաստեղծ կուսակցությունը ֆինանսավորվելու է մեկ մարդու կողմից, իսկ այդ կուսակցության վարչապետի թեկնածուն կատարելու է նույն այդ մարդու ցանկությունները, նշեց Հակոբյանը շարունակելով. Սա անընդունելի է, այսինքն տենց բանը պրակատով ինչ որ տենց վարչապետի տեխնացու են վերցնելու, բերեն դնեն վարչապետի տեխնացու, տակից կառավարի բիզնեսմեն է։ Մեկ դրամով վարչապետ աշխատելու, ժողովրդին ծառայելու թոշակները մի քանի անգամ բարձրացնելու եւ նմանատիպ ականջ շոյղային հայտարարությունները պատգամավորը որակեց պոպուլիստական, նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյան առավել եւս երկրի ղեկավարը ունենալով պատասխանատվության եւ պարտականությունների ահռելի շրջանակ չի կարող չվարձատրվել եւ ֆինանսական սնուցում ստանալ ստվերից, թե իսկ այդ հայտարարությունների նպատակը մեկն է։ Այսօր քաղաքական դաշտում չկա իշխանություն ունենալու ձգտում ուժերի կողմից, կա ընդդիմադիր աթոռներ զբաղեցնելու ձգտում, որտեղ բոլորի համար ակնհայտ է, որ իշխանությունը հաջողել է
իր խոստումները կատարել է, ամենակարևորը այդ երանելի թվացող խաղաղությունը այսօր կա, 30 տարից ավել մենք երազել ենք ունենալ ապաշրջափակում, այսօր այն իրականություն է դառնում, ամեն ինչ ոնց որ ռելսերի վրա է դրվում եւ հասարակությունը տալու է այդ վստահության քվեն։ Եվս մի շրջան քաղաքացիական պայմանագրին։ Հասմիկ Հակոբյանը հակադարձեց նաև ընդդիմության, մասնավորապես Հայաստան Դաշինքի պատգամավորների այն քննադատություններին, թե ներկայ իշխանությունները վատ բանակցող են, թրիփ նախագծում տանուլ են տվել զիջելով երկրի ինքնիշխանությունը։ Մի մարդ է ասում բանակցությունների մասին գնահատական է տալիս, ում ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը բանակցել էր Հայաստանի սուվերեն տարածք մեղրին փոխանակելու մասին Ղարաբաղի հետ։ Պատգամավորն անդրադառնալով նաև հայ-ռուսական հարաբերություններին նկատեց, որ ռուսական շրջանակներից հնչող հայտարարությունները ուղիղ սպառնալիք են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ հայկական կողմը քայլեր է ձեռնարկել ռուսական իշխանությունների ուշադրությունը հրավիրելու դրանց վրա, որպեսզի այսպես ասած տարբեր տրամաչափի խոսափողները կարգի հրավիրվեն եւ չփորձեն հատել կարմիր գծերը։ Առանց այն էլ հակառուսական տրամադրություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում օբյեկտիվորեն կան, դրա պատճառները բոլորիս հայտնի է, վերջին տարիների դարձություններից ելնելով, եւ մենք ցանկություն չունենք, որ այդ տրամադրությունները խորանան, ընդհակառակը Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր կարևոր գործընկերն է, մեծ տարածաշրջանի երկիր է, եւ մենք ցանկանում ենք, որ մեր բարիդրացիական հարաբերությունները շարունակական լինեն։ Դրա համար այդ անձանց պետք է զսպի Ռուսաստանի Դաշնության իշխանությունը, որովհետեւ անթույլատրելի է ինքնիշխան երկրի հետ նման բառապաշարով խոսել։ Ազգային ժողովի հերթական քառորյա նիստին հաջորդել է օրենսդիր գործադիր մարմինների այս տարվա առաջին հարցոպատասխանը։ Պատգամավորները կառավարության անդամներին ուղղել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության առնչվող տարաբնույթ հարցեր։ Նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից եւ աշխարհաքաղաքական այլ կենտրոններից հնչել եւ հնչում են Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստանի քաղաքականությանն աջակցող հայտարարություններ։ Մինչդեռ հայաստանյան որոշ շրջանակներ դրանք դիտարկում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Արարատ Միրզոյանը կոչ է անում քաղաքացիներին չտրվել նման մանիպուլյացիաների։ Ցավոք սրտի այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական հասարակական կյանքի ամեն առօրյայի մասը եւ ես առնվազն կանխատեսել կարող եմ, որ առաջիկա 5-6 ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը, եթե ոչ ավելի են աճելու։ Հիմա գիտեք, ճաշակի հարցը։ Այս համատեքստում Միրզոյանը որպես թարմ օրինակ անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքար Ֆիդանի վերջին հայտարարությանը, որը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում են խաղաղության գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը եւ նաեւ ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ Թուրքիայի կողմից այդ գործընթացի ողջունելն է։ Եթե կուզեք նաեւ, չէ՞ որ ամեն ինչ չի շատ ուղիղ բան ասվում, հա, բաներ կա, որ այսպես փաթեթով կամ տողատակերով եւ նաեւ խրախուսանք ուղված կամ կոչ ուղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել հետագա ինստիտուցիոնալացմանը, հա, այդ գործընթացի։ Այստեղ վատ որևէ բան կա, կարծում եմ, որ ոչ եւ երիցս ոչ։ Վարչապետ Փաշինյանն էլ համարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն հաստատված է խաղաղություն։ Ռազմական էսկալացիայի հավանականությունը ներկայությամբ նա գնահատում է 0, ընդգծելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է։ Ինչ վերաբերվում է խաղաղության հետագա ամրապնդման եւ ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը, բայց ես նաեւ ուզում եմ մենք բոլորս արձանագրենք նաեւ այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, սկսած հռետորաբանությունից եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այդ հռետորաբանությունը արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս եւ ես ուզում եմ դա ողջունել։
Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հաջորդիվ ամբիոնին մոտեցավ Սուրեն Պապիկյանը։ Իր հերթին անդրադառնալու ընդդիմադիր падգամավորներից մեկի այն հարցապնդմանը, թե 2025 թվականի ընթացքում զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրվել է 30 զինծառայողի մահ։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը խնամքով թաքցնում է այս տվյալները։ Պապիկյանը վիճակագրություն ներկայացրեց։ 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք 6 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը ցավոք ինքնասպանության եւ երկուսը առողջական խնդիրներով։ 25 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել է, ինչու ենք նաև նշել մահացել զոհվել, որից երևի օգտվել են, որովհետև 30 թվի մեջ կան նաև այո զոհեր, դրա համար պատասխանը հնչել է մահացել, զոհվել է 30 զինծառայող, բայց դրա մասին չէ դա, որ 30 մահը բոլորը զոհեր են։ Խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է եւ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքեր են, այդ թվում նաև հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն էլ թրիփ հայ-ամերիկյան համատեղ նախագծի վերաբերյալ Փաշինյանին հարցրեց։ Ուզում հասկանամ, այդ ենթակառուցվածքը, որ անցնում է էներգետիկ, ճանապարհային, մալուխային եւ այլն, դա Հայաստանի էներգետիկ ցանցին միանալու է, թե չէ, եւ արդյոք Ադրբեջանի տարածքով մենք նույնպես իրավունք ենք ստանալու դրան համարժեք ենթակառուցվածքներից օգտվել։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Թրիփի թեման շարունակեց նաեւ Արարատ Միրզոյանը, կրկին մոտենալով ամբիոնին հայտարարեց։ Մենք չենք ասել սա պայմանագիր է, մենք ասել ենք հայտարարություն է, որտեղ երկու երկրների կառավարությունները Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց քաղաքական դիրքորոշումն են հանձնում եւ իրենց քաղաքական հանձնառությունն են հայտնում։ Էս հարցերը կարգավորել սենց։ Իհարկե բան չունեն ասելու Տիկին Ղազարյան, եթե ավելի ուղիղ եք ուզում։ Բացի դրանից, որ Յանի պայմանագիր չի հայտարարություն, մի բան էլ են ասում։ Այո, նախկին արտգործ նախարարներից մեկը ասում է դե ողորմելի է, ասում է, քանի 74% տվել են, 26%-ն են իրանց բայ։ Ես չգիտեմ, նկատել եք, չեք նկատել, ընդհանրապես ես միշտ զերծ եմ, աշխատել եմ զերծ մնամ նախկին արտգործ նախարարների գործունեություն, չնայած այնքան վատ բաներ են արել, որ կարելի է խոսալ, բայց այդպես անձնապես աշխատել եմ, չասեմ, էլի։ Հիմա այդ մարդը, որ ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տվել ենք տոկոս ուրիշին, ուշադրություն։ Գույք իր արտաքին գործերի նախարարության շրջանում, գույք, ներողություն եմ խնդրում։ Ներողություն, կարաք, ինձ են հարցը տվել։ Մի արեք վիրավորական բաներ։ Ոչ դուք, ոչ մեկը։ Նայեք, կարևոր բաներ եմ ասում։ Նա ով ասում է, որ ողորմելի է, որ 74% տվել են, 26-ը պայել ենք մեզ։ Իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն, ոչ թե 74%-ով, 100%-ով տվել ենք այլ պետության։ Հայրուս Գազարտի վերջին 20% 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ով էլի 100%-ը տվել ենք այլ պետության։ Մի հատ խողովակ էինք գցում Իրանից գազի բանով, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ նույն պետությանը, այն մի կտորն է Քաջարանից չեմ հիշ Սիսյան կարծեմ կտորն էլ այդ էր մնացել Հայաստանի Հանրապետությունը տեղ բան ուներ մասնակցություն, էլի տվեցին այդ նույն պետությանը։ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ падգամավորներից մեկի հարցին էլ ի պատասխան Արարատ Միրզոյանը արձագանքեց։ Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, բայց անգամ նման դեպքում այդ թեմայով արտաքին մեկնաբանությունները
ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին։ Ավելի լավ է ամեն մեկը կենտրոնանա իր երկրի ներքին գործերի վրա։ Իսկ Սերգեյ Լավրովը հիշեցնեմ, անդրադառնալով Գյումրու լիազորությունները կասեցված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին, հայտարարել էր, թե Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդու ձերբակալությունը մտահոգիչ է։ Ձյանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ 2025 թվականին Հայաստանի բյուջեի կատարողականում նշանակալից դրական իրադարձություններ են տեղի ունեցել։ 2024 թվականի համեմատ նախորդ տարի 306 միլիարդ դրամից ավելի եկամուտներ են գրանցվել, միաժամանակ ծախսերի կատարողականը գերազանցել է 350 միլիարդ դրամը։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2025 թվականի ամփոփիչ ասուլիսին։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 2025 թվականին Հայաստանի բյուջեի կատարողականում նշանակալից դրական իրադարձություններ են տեղի ունեցել։ 2025-ի ամփոփիչ ասուլիսին հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ 2024 թվականի համեմատ նախորդ տարի 306 միլիարդ դրամից ավելի եկամուտներ են գրանցվել, միաժամանակ ծախսերի կատարողականը գերազանցել է 350 միլիարդ դրամը։ Ըստ նրա, կառավարությունը շարունակել է կապիտալ ծախսերի քաղաքականությունը, հասցնելով 151 միլիարդ դրամի։ Կապիտալ ծախսերի հիմնական մասը 86 միլիարդ դրամ ուղղվել է Պաշտպանության նախարարությանը, որի բյուջեն նախորդ տարիների համեմատ կազմել է 419 միլիարդ դրամ կամ 1 միլիարդ դոլարից ավելի։ Նախարարը առանձնացրեց նաև կապիտալ ծախսերի այն հատվածը, որոնք չեն ներառում ՊՆ-ն եւ միջազգային կառույցներին հատկացվող միջոցները։ Այստեղ նույնպես տոկոսային ցուցանիշի նկատելի բարձրացում ունենք, ասաց նա։ 81.7%-ով ավել ենք ծախսել կամ 70 միլիարդ դրամով ավելին ենք ծախսել։ Այստեղ բնականաբար ամենազգալի ազդեցությունը ունի դպրոցաշինության մեր ծրագիրը, որտեղ բավականին մեծ աշխատանքներ ենք իրականացնում, բավական լայն թափով եւ շատ ուրախ եմ, որ շինարարական ոլորտը կարողացել է արձագանքնել մեր պահանջարկի այսպիսի մեծ ավելացմանը եւ ապահովել այսպիսի կատարողական։ Ֆինանսների նախարարը ձեռքբերումներից առանձնացրեց անշեղորեն դրական աճ ունեցող հնայի մակարդակը, ընդգծելով, որ նախնական տվյալներով 2025-ին ունեցել ենք 5.5-ից մինչև 6% տնտեսական աճ, իսկ գնաճը եղել է թիրախին համապատասխան 3.3%-ի շրջանակներում։ Հարկեր հնա համամասնությունը նույնպես դրական արդյունքներ է արձանագրել, հավելեց Հովհաննիսյանը, որի արդյունքում այդ ցուցանիշը բարձրացել է 1%-ային կետով, կազմելով 24.5%, ինչն հնարավորություն է տալիս ենթադրել, որ կառավարության 2021-2026 թվականների խոստացած ցուցանիշը արդեն այս տարի կարող են ապահովել։ Խոսելով կառավարության պարտքի մասին, վերջինս ընդգծեց, որ այստեղ ևս թվային համամասնությամբ սպասված արդյունք է արձանագրվել։ 2025 թվականի վերջին կանցնի 50%-ից, ես խոսեմ կառավարության պարտքի մասին, ապա ամենայն հավանականությամբ մեր հաշվարկներով կառավարության պարտքը մոտ կլինի 48.7%-ի, հիշեցնեմ, որ անցած տարվա 24 թվականի ավարտով կառավարության պարտքը 48% էր։ Ֆինանսների նախարարը իր ասուլիսում անդրադարձ կատարեց նաև հանրային հնչեղություն ստացած պարգևավճարների թեմային, որոնք բաշխվել են բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրա խոսքով մի քանի տարի շարունակ աշխատավարձի բարձրացում տեղի չէր ունեցել, սակայն լավագույն մասնագետներին պետական ոլորտում աշխատելու համար պետք է շահագրգռել, այսինքն բարձր աշխատավարձեր սահմանել։ Նախարարի ներկայացմամբ այս պարգևավճարները պիլոտային ծրագրի մաս են կազմել եւ բաշխումը տեղի ունեցել տվյալ պաշտոնյայի կամ ոլորտային աշխատողի կատարողականի հիման վրա։ Իհարկե պիլոտային ծրագրում կան թերացումներ, որոնք շտկելու անհրաժեշտություն ունեն, շարունակեց Հովհաննիսյանը, վստահեցնելով, որ այնուամենայնիվ բարձր պատասխանատվություն կրող պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը ժողովրդավար երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հանրության կողմից պետք է ընդունելի լինի։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բավականին լարված եւ ստրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը կատարելության հասցնելու այս մեր հանձնառությանը։ Եվ իմ մոտեցումը այս հարցին այդպիսին է, որ այո դա կարելի է շահարկել, բայց թափանցիկությունը
եւ հաշվետվականությունը այն քաղաքականությունն է, որը մենք որդեգրել ենք եւ այդ ցավոտ շահարկման գնով նույնիսկ պետքա գնանք այս ճանապարհին, իհարկե իրար հետ միասին պետքա գտնենք իհարկե թե որն է այն վարձատրությունը, որը պետքա ստանա օրինակ նախարարը, որը Հայաստանի Հանրապետության համար կլինի արդարացի։ Խոսելով նաև Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, Հովհաննիսյանը նկատեց, որ ապաշրջափակումը միանշանակ նոր հորիզոններ է բացելու Հայաստանի համար, քանի որ միջազգային ներգրավվածությունը հայկական շուկայում շատ կարևոր է։ Ինքս կարծում եմ, որ Հայաստանը ներդրումային առումով բավականին հետաքրքիր տեղ է դառնում եւ կդառնա։ Դրա օրինակներից մեկը նաև Firebird ծրագիրն է, որը իրականացվում է Հայաստանում, տարածաշրջանում նման բան չկա, սա շատ խոշոր ներդրումային ծրագիր է։ Ամփոփելով իր խոսքը նախարարը հավաստեց, որ Հայաստանի Հանրապետության զարգացումը շատ կայուն եւ հաստատուն է, ինչի վառ ապացույցն էլ ֆինանսական ցուցանիշներն են։ Շարունակում ենք թողարկումը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Վիտքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն վաղը կայցելեն Մոսկվա, որտեղ նախագահ Պուտինի հետ կքննարկեն ուկրաինական խաղաղության ծրագիրը։ Վիտքոֆն ասել է, որ հանդիպման առաջարկը ռուսական կողմինն է։ Կարծում եմ, որ դա նրանց կողմից շատ խոսուն քայլ է, ընդգծել է ամերիկացի բանագնացը եւ վստահեցրել, որ վերջին 2 ամսում մեծ առաջընթաց է գրանցվել ամերիկյան պլանի շուրջ։ Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի 20 կետանոց խաղաղության ծրագրին, ապա Վիտքոֆի խոսքով այն մշակման եւ ներդաշնակեցման փուլում է, ասել է տարածքային հարցերին, որը ամենադժվար հարցն է։ Հարցին, թե արդյոք հավատում է, որ Պուտինը կգա համաձայնության Ուկրաինայում գրեթե 4 տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու համար, Վիտքոֆը պատասխանել է այո։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Իսպանիայում հերթական մահվան ելքով երթուղային պատահարն է գրանցվել։ Երկրի հարավում տեղի ունեցած խոշոր վթարից ընդամենը 2 օր անց Կատալոնիայում փոթորկի հետևանքով փլուզված հենապատն ընկել է երթուղային գծերի վրա։ Արվարձանային գնացքի անցման պահին զոհվել է 1 մարդ, եւս 37-ը հոսպիտալացվել են, որոնցից 5-ի վիճակը ծանր է։ Կատալոնական մամուլի տվյալներով զոհվածն ընկերության աշխատակից է։ Եվրամիությունն աջակցում է Դանիային եւ Գրենլանդիային նրանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցերում, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ստեղծել են աննախադեպ իրավիճակ, որին պետք է արձագանքել հանգիստ եւ միասնական կերպով։ Ինքնիշխանությունը վաճառքի ենթակա չէ, ընդգծել է Կալասը։ Աշխարհը շարժվում է դեպի մի իրականություն, որտեղ նախին կանոններն այլևս չեն գործում։ Դավոսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմելով համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին։ Անդրադառնալով Գրենլանդիայի շուրջ զարգացումներին, նա ընդգծել է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի բիրտ ուժերի պարտադրանքին։ Մակրոնի խոսքով մտահոգիչ է, որ եվրոպական դաշինքը ստիպված է հարկադրանքի դեմ նախատեսված իր գործիքակազմը կիրառել անգամ Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական արտադրության գինիների վրա։ Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ քայլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է վերանայել իր դիրքորոշումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստեղծվող խաղաղության խորհրդին անդամակցելու հարցում։ Ավելի վաղ Փարիզը մերժել էր Վաշինգտոնի առաջարկը, մտավախություն հայտնելով, որ այդ կառույցը կարող է կրկնել ՄԱԿ-ի լիազորությունները։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։